Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Արմինե Պողոսյանն էր։ Star News-ը հետևել է զրույցին առանձնացնելով կարևոր դրվագները։ Հաղորդման ընթացքում դերասանուհին անդրադարձավ տարիներ առաջ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատելուն։ Տղաները ինձ շատ դուր էին գալիս, և ամեն անգամ Հայկի և Մկոյի հետ նկարահանման գնալն ինձ համար տոնակատարության նման էր։ Իրենք շատ հետաքրքիր էին աշխատում։ Ես չեմ զգացել, որ իրենց փոխհարաբերությունները վատ լինի, միգուցե ցույց չեն տվել դա, չգիտեմ։ Երբ խոսակցություն կար արդեն բաժանման, ես շատ տխրեցի, շատ զարմացա, իրենք շատ համահունչ էին։ Կարծում եմ, որ ճիշտ չէր բաժանումը, քանի որ իրենք լրացնում էին իրար։ Մկոյի հետ բաժանվելուց հետո ես չեմ ընդունում Հայկոյի այս տարբերակը, որովհետև ինքը այնքան տաղանդավոր մարդ էր։ Պետք է շարունակեր իր թատերական գործունեությունը։ Ինչ-որ ներկայացումներ է անում, բայց այս կեղտոտ բանի մեջ, որ նա մտավ, ես հիասթափվեցի, չգիտեմ թե ինչու։ Այսօր, որ ասում են Հայկո, ես մի քիչ լուրջ չեմ ընդունում։ Ես չեմ սիրում, որ մարդ իր կյանքն ու գործունեությունն ինչ-որ բանի համար կարող է վտանգել և ջուրը գցել։ Ինձ դա դուր չի գալիս, նա այնքան լավ մարդ էր, հիմա լրիվ փոխված կլինի։ Ես իր հետ չեմ շփվել, ճիշտն ասած։ Մի հարցով նրան դիմեցի, երբ նոր էր հեղափոխությունը եղել և ինքը բացասական արձագանք տվեց։ Մտածեցի, որ մենք երևի ընկերներ չենք։ Ես նույնիսկ նրան շնորհավորեցի քաղաքապետ դառնալու առթիվ։ Նա չպատասխանեց ինձ։ Անկեղծացավ դերասանուհին։ ARTN TV-ի տաղավարում Աշոտ Ղազարյանին հյուրընկալվել էր դերասանուհի Արմինե Պողոսյանը։ Star News-ը հետևեց զրույցին։ Աշոտ Ղազարյանի հարցին, թե ինչպես է հանդիպել ամուսնուն, Արմինեն պատասխանեց. Ամուսնուս հանդիպել եմ Երևանում, Ամերիկայից ինձ տուփ էր բերել։ Հանդիպեցի, տուփը վերցրեցի, շնորհակալություն ասեցի ու գնացի։ Հետո մտածեցի, որ մարդը ինձ համար այսքան բան է արել, հրավիրեմ ներկայացման։ Եկավ, ներկայացումը նայեց, ինձ հրավիրեց սրճարան, ծանոթացանք, մտերմացանք։ Հետո ամուսնության առաջարկություն արեց։ Համաձայնվեցի, չգիտեմ ինչու։ Զգացի, որ ինքը այնքան հրաշալի մարդ է, այնքան հոգով երիտասարդ է, որ իրեն մերժելը մեծ սխալ է։ Երջանիկ եմ և շատ ուրախ, որ իմ ամուսինն է ու հրաշալի մարդ, նշել էր դերասանուհին։ Այս հարցազրույցից սիրով առանձնացրել էինք այսքանը։ Արդեն տևական ժամանակ էր, ինչ դերասանուհին ամուսնացել էր, սակայն ոչ բոլորն էին շտապել նրան շնորհավորել և բարեմաղթանքներ ասել։ Փոխարենը համացանցը ողողված էր քննադատությամբ, որոնց համաձայն Արմինե Պողոսյանն ամուսնացել էր ամերիկահայ գործարար Խաչիկ Թիտիզյանի հետ միմյանց շահից ելնելով։ Ըստ քննադատողների, հակառակ դեպքում ինչպես կարող էր Արմինե Պողոսյանը սիրել իրենից 28 տարով մեծ տղամարդու։ Իր երջանկությունը քննարկողներին և իր մասին չարախոսողներին դերասանուհին պատասխանում է, որ ինքն աշխարհի ամենաերջանիկ կինն է, որովհետև իր կողքին իրեն շատ գնահատող և սիրող ամուսին կա։ Ինչպես գիտենք, Արմինե Պողոսյանը նկարահանվել է սիրո գործակից ռոմանտիկ կատակերգությունում։ Տգեղ չամուսնացած մի աղջկա Փիրուզի դերում է։ Երբ ստացա առաջարկը, մի քիչ մտավախություն ունեի կերպարը ճիշտ կերտելու առումով, բայց մեր ռեժիսորների և դիմահարդարի շնորհիվ ամեն ինչ ստացվեց։ Դժվար էր խաղի և ձայնի առումով մնալ նույն վիճակի մեջ, թե ինչքանով է լավ ստացվել, կասի հանդիսատես է։ Բրավո Էմին պատմել էր դերասանուհին։ Նշել էր, որ այս կերպարը մարմնավորելու առաջարկն ընդունելիս կարևորել է այն թիմը, որի հետ աշխատելն իր համար հաճույք է։ Նաև բնական է համարում, որ այս կամ այն դերի համար երբեմն փոխվում է արտաքինը։ Հաստ հոնքերն ու կոպիտ դիմագծերն ինձ ամենևին չեն կաշկանդում։ Յուրաքանչյուր դերի պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Չեմ ամաչում կերպարի համար տգեղանալ։ Արմինեից հետաքրքրվել էին նաև, թե ինչու վերջին շրջանում չի նկարահանվում սերիալներում։ Նա նշել էր, որ էկրանին հաճախ չերևալու պատճառը ամենևին ամուսնությունը չէ։ Նկարահանումների ժամանակ զավեշտալի դեպքեր շատ են եղել, որոնք կտեսնեք ֆիլմի վերջում։ Ամուսինս ինձ ազատ է թողել ստեղծագործական բնագավառում։ Պարզապես այժմ նախընտրում եմ խաղալ գեղարվեստական ֆիլմերում։ Շնորհակալ եմ ռեժիսորներ Վահագն Խաչատրյանին, Արման Մարությանին և դերասանական կազմին, Հայկին, Գարիկին և մյուսներին։ Հաջողություն եմ մաղթում մեր նոր ֆիլմին։ Եղել ենք շատ հետաքրքիր ու դրախտային մի այգում, որտեղ մարդիկ հանգստանում են ծանր օրվանից հետո։ Այս շրջանում նոր ներկայացումներ չունեմ և հերթական արձակուրդն եմ վերցրել, իսկ օգոստոսին կվերադառնամ։
Այնտեղ տարբեր եկեղեցիների բակերից բերված ծառեր ու ծաղիկներ են, ամերիկյան շատ ֆիլմեր են նկարահանվել։ Անդրադառնալով իր և ամուսնու հարաբերություններին, Արմինեն նշել է. «Երջանիկ եմ, քանի որ հրաշալի ամուսին ունեմ, երբ կինը ճիշտ ընտրություն է կատարում, ընտանիքում տիրում է սերն ու հարգանքը։ Եթե սիրված ես ու սիրում ես, ուրեմն ամուսնությունից հետո կյանքդ փոխվում է 100 աստիճանով։ Հաճելի է, երբ կողքիդ տղամարդը գնահատում ու սիրում է քեզ, դրանից լավ բան չկա աշխարհում»։ Դերասանուհու խոսքով հասուն տարիքում ընտրություն կատարելն ամբողջ կյանքի համար է։ Եթե զույգերն ապրում են միմյանց խոսքը հարգելով, չի լինում իմն ու քոնը և իհարկե հայկական չոր վարվելակերպը, ապա ընտանիքում միայն սեր, հարգանք ու համերաշխություն է տիրում։ Կարևոր է նաև, որ ամուսինները լրացնեն միմյանց բոլոր առումներով, լինեն անկեղծ։ Ինչ վերաբերվում է ընտանիքի համալրմանը, Արմինեն հետևյալն է ասել. «Աստված ինչպես կկամենա, այդպես էլ կլինի»։ Մի առիթով Արմինե Պողոսյանը պատասխանել է բլից հարցերի. Մարդկանց հետ ծանոթանալիս սովորաբար ինչի հիման վրա եք կազմում ձեր առաջին տպավորությունը։ Տվյալ ազնվորության շփման մեջ անկեղծ լինելու չափաբաժնի, դա երևում է զրուցակցի աչքերից և միմիկայից։ Նկարագրեք ձեր մանկությունը մի քանի բառով։ Լիարժեք, անհոգ մանկություն եմ ունեցել։ Շրջապատված եմ եղել սիրող ու հոգատար ծնողներով և հարազատներով։ Ինչ փոխվեց ձեր կյանքում ճանաչվելուց հետո։ Նշեք մեկ դրական և մեկ բացասական միտում։ Լավ մարդկանց ձերն է իմ արվեստի նկատմամբ։ Իրոք հաճելի է, երբ նրանք փողոցում կամ այլ վայրում ճանաչում են ինձ և գովեստի խոսքեր են ասում, նշելով, որ սիրում են իմ կերտած կերպարները։ Բացասականն էլ այն է, որ շատերն իրենց չար ասեկոսեներով փորձում են իմ անձնական կյանքը հանրայնացնել։ Ամենաանսպասելի քայլը, որ երբևէ արել եք։ Անգամ ինձ համար էր անսպասելի իմ ամուսնությունը։ Ո՞րն եք համարում ձեր ամենամեծ առավելությունը և թերությունը։ Թերևս իմ ամենամեծ առավելությունը, որ կարող եմ միաժամանակ համարել թերություն, նվիրվածությունն է մարդկանց և նրանց հանդեպ մեծահոգի լինելը։ Մարդկանց ձեր բնավորության ո՞ր գիծը կարող է նեղացնել։ Նեղացնել չեմ կարող ասել, սակայն նրանց նյարդայնացնում, անգամ հունից հանում է իմ հանգստությունն ու հավասարակշռությունը։ Կարող եք աչք փակել մարդկանց թերությունների առաջ, եթե նրանք գիտակցում են և իրոք փորձում են շտկել դրանք։ Այս 3 որակներից ո՞րն է առավել բնորոշ ձեզ։ Հնարամիտ, արագ կողմնորոշվող, թե նրբանկատ։ Նրբանկատ։ Իսկ այս 3-ից անուշադիր, ալարկոտ, թե անփույթ։ Թող մեծամտություն չհնչի, բայց այս հատկանիշներից ոչ մեկն ինձ բնորոշ չէ։ Ո՞ր դեպքում եք այրում հետադարձի կամուրջները։ Երբ ինձ ստում, դավաճանում են։ Ֆոբիաներ ունեք։ Այո, ունեմ։ Մեկը բարձրությունից, հատկապես ինքնաթիռով ճանապարհորդությունից, մյուսը ջրից։ Գրող, որը ձեզ համար անգերազանցելի է։ Նրանք երկուսն են, երկու Ուիլյամները՝ Շեքսպիր և Սարոյան։ Տղամարդիկ միշտ նկատում են ձեր ո՞ր հատկությունը։ Աշխուժությունն ու էնտուզիազմը։ Կինը սեքսուալ է, երբ խելացի է։ Անձնական կյանքում ձեզ լիարժեք կերպով երջանիկ զգալու համար պակասում է միայն անձնական կյանքս արդեն իսկ լիարժեք է։ Աստծո հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞նն են։ Որպես հայ քրիստոնյա և հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատում և սիրում եմ իմ Աստծուն և պարբերաբար այցելում եմ նրա սուրբ տուն՝ եկեղեցի։ Ապրելու համար ձեզ բավական է միայն հարազատ մարդկանց նվիրվածությունն ու սերը։